Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում եւ թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ։ Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաեւ այլ հանգամանքներ եւ ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների։ Ժամը 16:20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց եւ տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 2 փաթեթ, ըստ նրա փաթեթներում շոկո տեսակի թմրանյութ էր։ Նա ընդունեց նաեւ, որ նույն պարունակությամբ մի քանի փաթեթ արդեն տեղադրել է Գյումրիու տարբեր վայրերում։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ըստ հավաստի տեղեկությունների շոկոյի փաթեթները իրացման նպատակով նրան տվել էր մեկ այլ գյումրեցի, Դաշտենցի փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդը, որը Telegram կայքեջի միջոցով զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքում ստացվեց տեղեկություն, որ թմրանյութ ապօրինի պահող եւ օգտագործող գյումրեցի 3 երիտասարդ Telegram հավելվածի միջոցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող 23-ամյա երիտասարդի վարձակալած մեքենայով շրջում են Գյումրիում։ Քրեական ոստիկանները համագործակցեցին մարզի պարեկների հետ եւ նույն օրը ժամը 20:35-ին Գյումրիի Շիրազի փողոցում 3 երիտասարդները ձերբակալվեցին ու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն։ Երիտասարդների խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց թմրանյութ։ Սրանից էլ 1 ժամ անց հերթը հասավ իրացման մեջ կասկածվող 23-ամյա երիտասարդին։ Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում նա ձերբակալվեց եւ տեղափոխվեց վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված կանաչ ու դեղին կպչուն ժապավենով 19 փաթեթ, իսկ գրպաններում դեղնականաչավուն զանգվածով ու գաղտնի փականով դանակ։ Փաթեթներում եղած զանգվածների ընդհանուր քաշն ավելի քան 36 գրամ էր։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննության ընթացքում թմրանյութերի տեղադրմամբ զբաղվող 32-ամյա տղամարդու ցույց տված վայրերում հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի 6 փաթեթ։ 23-ամյա եւ 32-ամյա գյումրեցիներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են։ Քննչական գործողություններն ու օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։